Շարունակում ենք լուրերի թողարկումը ERT-ի եթերից եւ ըստայում արդեն գիտեք, որ այս պահին հաղորդման այս հատվածում է միանում վերլուծաբան Արմեն Չիբուշյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Երկու հիմնական թեմա ունենք հայաստանյան վերջին իրադարձությունները եւ իհարկե մեզ բոլորիս հետաքրքրում է Միացյալ Նահանգներում ապրելով մանավանդ Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտություն, այսպես ասենք, որտեղ դա էլ պատերազմ չեն ուզում կոչել Պուտինի սկզբունքով, չէ՞, հա։ Իմ մոտ այնպեսի տպավորություն ստացվեց, որ այսքանի օրը Հայաստանում տեղի ունեցած այդ Եվրոմիության այդ ամեն ինչից հետո կարծես առաջի անգամ Հայաստանը մի քայլ արեց առանց Ռուսաստանին լրիվ հաշվի առնելու, չէ՞, անկախ ամեն ինչից։ Ինքը մեկ էլ հրավիրեց բաներ, Զելինսկուն հրավիրեց եւ այլն, կարծես Ռուսաստանին միանգամից արհամարելով։ Եվ այս ֆոնին մայիսի 9-ն է գալիս, որ ամեն տարի Ռուսաստանը տոնում է հաղթանակի տոնը, հաղթարշավով եւ այլն պարադով, հայերեն ինչ են ասում, շքերթով, հա, եւ հրավիրված է նաեւ որպես բարեկամ երկրի ղեկավար վարչապետ Փաշինյանը։ Այո։ Հիմա Ռագոզինը Ռուսաստանի դեսպանը Հայաստանում ասեց, որ մենք չգիտենք գալու չէ, Կապրկինը ներողություն, այո։ Բայց մենք ասեկոսները կան, որ կարծես թե չի մասնակցելու։ Այո։ Ինչ ունես այդ կապակցությամբ։ Տեսեք, դուք շատ ճիշտ նկատեցիք։ Եկեք այս իրադարձությունը ինչ որ Հայաստանում տեղի ունեցավ, ես օբյեկտիվ մարդ եմ։ Ես սիրում եմ ճշմարտությունը, սա բեկումնային կարող է դառնալ։ Սա շատ կարևոր իրադարձություն էր։ Եվ իրոք նշանակությունը չի կարելի թերագնահատել այն ինչ որ տեղի ունեցավ։ Էն էլ նորից եմ ասում, եկեք մի բան հաշվի առնենք, այն անվտանգության սպառնալիքները, որ կար կարող էին շատերը չգալ։ Այո, մի փոքր ներկայացուցչական առումով պակաս ստացվեց օրինակ քան Մոլդովայում էր եւ բայց հաշվի առնելով թե ինչ միջավայրում եկան։ Դուք պատկերացնում եք, ըստ եկեք մի ուղղակի մի պահ եկեք յուրաքանչյուրս պատկերացնենք, յուրաքանչյուր եվրոպական լիդեր չգիտեր, կարող է Իրանը արդյոք որոշի, որ պետքա վրեժ լուծի։ Հանկարծ ինչ-որ մի քանի հերթեր արձակի։ Ինչ կատարվեց։ Եվ իրանք եկան Հայաստան։ Եվ իրանք եկան Հայաստան, որովհետև Հայաստանը կարևոր է իրանց համար։ Որովհետև իրանք եկան ու շեշտեցին, ասին Հայաստանը դա Եվրոպա է։ Որովհետև Մակրոնն էլ ասեց, որ Հայաստանը դա եկեք ասես մենակ այդ ինստիտուցիոնալ հենասյուն, անկյունակար, ինչ ասես ասեցին։ Այո, ասեցին եկեք այդ մենակ այդ ինստիտուցիոնալ կառույցներով չորոշենք, ասենք, չգիտեմ, Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ը եւ այլն։ Եկեք ասեց աշխարհագրությունը հասկանանք։ Եվրոպան արդեն տեր է կանգնում իր աշխարհագրությանը, կոպիտ ասած։ Հայաստանի նշանակությունը բազմիցս շեշտվեց եւ իդեպ ասեմ, նույն Փաշինյանը ինքն էլ որ սկսում էր խոսալ, իհարկե ես իր ձևակերպումների հետ կապած մի քիչ փոքրիկ ուրիշ ձև կձևակերպեի, բայց երբ որ ինքը ասում է աշխարհագրական դիրքը փոխվել է Հայաստանի, իհարկե աշխարհագրական դիրքը չի կարող փոխվել, պարզ է դա, հա, այսինքն ես ավելի այս դեպքերում ես կողմնակից եմ ավելի ճշգրիտ։ Եթե իհարկե մեծ երկրաշարժ չլինի շատ, էլի որ Տայտոնիկ է բաներ, Աֆրիկան գա, Եվրոպա բան։ Ճիշտ է, ծով առաջանա մեր մեջ է։ Կոպիտ ասած ավելի շատ պետք է ասել աշխարհագրական դիրքի կամ նշանակությունն է փոխվել կամ աշխարհագրական դիրքի գիտակցությունն է փոխվել, հա, կամ ձևակերպումը թե ինչ այո, ես ճշգրիտ բան, բայց այդուամենայնիվ եկեք մի բան հասկանանք, գիտեք այդ ասածի մեջ իր, այսինքն իրականում մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ոչ թե ինչ որ բան փոխվել է, այլ մեր ուղեղների մեջ պետք է բան փոխվել, երբ որ տարիներ շարունակ ասում ենք, որ ժողովուրդ Հայաստանը պետք է Երբ որ ռուսական ռոպագանդան դուք մենք իրոք չենք պատկերացնում դա ինչ զենք է։ Արմեն կներես, բայց որ ասում ենք պետք է, չէ՞, ես այդ մասին շատ ենք խոսել, դեմոկրատիան էր, որ Հայաստանը պահեց, ոչ թե քանակը բնակչության, ոչ թե տարածքի մեծությունը, ոչ թե հզորությունը ռազմական, այլ այն, որ Հայաստանում դեմոկրատիայի ծիլեր տեսան իրանք։ Այո, որ ուզում են տարածել ամբողջ ռեգիոնում։ Այո, հույս տեսան, եւ դրա համար էդ էլ շեշտեցի դեպ Մակրոնը։ Դեմոկրատիայի հետևից պետք է գնալ, այնտեղ որ դեմոկրատիա է այդ երկրներում։ Իդեպ իրանք ասում էին Հայաստան, Ադրբեջան, Եվրոպայի նշանակությամբ, բայց իրանք ասում են դեմոկրատիայի հետևից պետք է գնալ։ Եվ երբ որ մենք նայում ենք եվրոպական վերնագրերը, Եվրոպական վերնագրերի մեջ որ դուք նայում եք, արդյոք Հայաստանը փոխվում է Ռուսաստանից։ Ես ուրեմն մամուլը նայում եմ այսքանի օրը։ Հիմնական վերնագրերը հենց դա է։ Արդյոք Հայաստանը փոխվում է Ռուսաստանից։ Սա կարծես ամենաբան քայլն էր, չէ՞ այդ ուղղությամբ։ Այո, եւ այս իմաստով, երբ որ հիմա լուրա տարածվել, ես կուզենամ սպասեմ պաշտոնական, ես երեք ասացի, որ ինսայդ ունեմ, որ հրավիրել են Փաշինյանին, այսօր պարզ դարձավ արդեն հրավիրել են, գիտեի, որ հրավիրել են, ուրեմն Մոսկվա գնալը կարելի ասել խայտարակ սխալ։ Խայտարակ սխալ։ Եվ հիմա տեղեկություն է հայտնվում, կարծես թե որ Փաշինյանը ասել է, որ ինքն ամսինի Սյունիքում մասնակցելու է քարոզ արշավը։ Կներեք, բայց հա, դա շատ ճիշտ որոշում կլինի, այս մասը ավարտենք, հաջորդ մասում կշարունակենք։
Գովազդ վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ Արմեն անպայման տեղ թողնենք Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունների մասին, հա, վերջացնենք այս թեման։ Ես շատ կարևոր մի բան եմ ուզում ասեմ, սա ինչով էր նաեւ թարսապտակ Մոսկվային, նախ եկեք ասենք, որ Զելենսկին հայտարարություններ արեց Հայաստանում, քննարկվեց Ուկրաինայի թեման։ Երբ որ Զելենսկին Հայաստանում էր Մոսկվան օթաչու ուղարկեց, այս շատ կարևոր էր։ Եվ Զելենսկու հայտարարությունները Մոսկվան ինչ արեց։ Անօթաչու ուղարկեց Մոսկվայի շենքից մեկին հատկացեց, այո։ Դա ապտակ է, այդ ամեն ինչը ապտակ է եւ գումարած նրան, որ ամբողջ աշխարհից դե ասում են Զելենսկին Երևանից հայտարարեց, դե բարձր չէ, թեման տակա եւ այսպես շարունակա։ Իրանի թեման քննարկվեց, Մակրոնը հայտարարություններ ասաց, որ ես կխոսամ Իրանի նախագահի հետ, կասեմ, որ բացի չի կարելի սենց բան անել եւ այլն։ Վարչապետ այդ հանդիպան ժամանակ Բացի դրանից, որ Երևանի Հայաստանի կշիռը եւ հույսերը Հայաստանի հետ կապված մեծացան Եվրոպայի։ Եվ մենք երբ որ տեսնում ենք այդ պայմանագրերը, ցավոք սրտի դեռ մեր ուզածը չի, որովհետեւ հիմնականում հույսերը, հույսի մասին, պայմանագրի մասին, ցանկությունա փոխկապակցվածության մասին։ Այդպես չի սկսվում ամեն ինչ Արմեն։ Այո, կա որ մի անգամից գնում ստորագրում նկատի ունեմ, տեսեք, երկար ժամանակ տեղաշարժ չկար ընդհանրապես, այդ եմ ասում հիմա այս պայմանագրերը որ եկավ, սրանց արագ իրականացումն է կարևոր։ Օրինակ հիմա այս տարի, կարծես թե դուք գիտեք, ես միշտ տնտեսության վրա եմ ուշադրություն դարձնում, դա ամենակարևոր կետն է։ Այս տարի կարծես փոքր սկսել է իրավիճակ փոխվել Ռուսաստանի եւ Եվրամիության հետ տարածաշրջանառության հետ կապված։ Շատ փոքր, բայց քայլ է սկսում, հետևենք մինչեւ տարվա վերջ, այս ամենակարևոր ցուցանիշն է։ Ինչ ուզում ենք խոսանք, այս ամենակարևոր ցուցանիշն է եւ հիմա կարծես թե ինչ որ process է սկսել։ Սա շատ կարևոր process է եւ հուսով եմ, որ մենք վերջում կունենանք շատ հետաքրքիր արդյունք։ Երկու նոր Airbus ենք գնում Ֆրանսիայից, լրիվ նոր։ Բացի դրանից, այո, դա իհարկե կազմի դա այդ ամեն ինչը կմտնի կարծում առևտրի, դե չեմ կարծում փողը միակը չի եմ այդ փողը փոխանցելու, իսկ որքանով կմտնի այդ առևտրում, բայց դա կարող այո մեծ նշանակություն, բայց մեզ ավելի շատ հետաքրքիր է հայկական ապրանքների արտահանում, այսինքն ինչքան ապրանքա էքսպորտն է ավելի շատ հետաքրքիր, էլի, իմպորտը այդքան հետաքրքիր չի։ Այս պահի դրությամբ մեզ որտեղ Ռուսաստանից ազատվելու համար մեզ պետք է էքսպորտի վրա աշխատել։ Մեր ապրանքը կարողանալ ծախել այո, մի այլ տեղ բացի Ռուսաստանից։ Եվ կարծես թե այս տարի շատացել է հայկական ապրանքների էքսպորտը, այս տարի մի փոքր շատացել է դեպի Եվրամիության երկրների շատ կարևոր է։ Իսկ Եվրամիություն արտահանելու համար պետք է որակն էլ բարձրացնես, այդ նույնը չի որ Մոսկվա ուղարկես։ Եվ հենց այս փոխկապակցվածության պայմանագրերը, որ տարիներով Եվրամիությունը առաջարկում էր, ասում էր եկեք ձեզ օգնենք, հենց սրա մասին է, որ եկեք բարձրացնենք, օգնենք, բարձրացնենք որակը։ Եվ տեսեք, այս իմաստով ավարտելով բանը, այն նշանակությունը, որ մենք խոսեցինք, որ ակնհայտորեն Եվրոպան պոկում է ուղղակի, պորտալերը զորով կտրում է, քաշում է Հայաստանը, սա շատ կարևոր process է եւ աստվածտա որ այս process-ը շարունակվի եւ կոնկրետ գործեր ավելի շատ կսենք տեսնել, սա շատ կարևոր այցեր էր եւ մի բան էլ եմ ուզում ասել, ինչ դուր եկավ ինձ այս ամեն ինչի մեջ, ինչպես հայերը, հայաստանցիները ընդունեցին Մակրոնին, ինչպես հայաստանցիները ընդունեցին եվրոպացիներին, եվրոպական լիդերներին։ Սա հավատացեք ամենամեծ ապտակն է Մոսկվայի։ Սա ամենամեծ ապտակն է Պուտինին, հա, որտեվ եւ այդ մակարդակը տեսան եւ կարծում եմ գնահատեցին այդ մակարդակը, ուրեմն, որովհետեւ տարբերությունը ակնհայտ է։ Եվ փոքր երևի խոսենք Իրանից, հա։ Այո, հիմա մենք ունենք 2 րոպե Արմեն։ Իրանում ինչ է, խաղաղություն է, պատերազմ, ռազմական գործողություն է, բլոկադա է, թե ինչ է, արդեն ես ոչ ինչ չեմ մի օրով կարծես ռազմական գործողությունները սկսեցին։ Հետո իրանցիները կարծես թե հետ կանգնեցին, պակիստանցիներին խնդրեցին, որպեսզի ամերիկացիների միջամտի, եւ հենց այդ օրներ, որ մեր մոտ սամիթ էր, ուրեմն եւ չլներ շատ լավ կլներ, ուրեմն բայց ինչ տեղի ունեցավ, իրանցիները, ամերիկացիները Project Freedom հայտարարեցին, որով մնացած նավերը անցկացնում են, իրանցիները սկսեցին կրակ բացել այդ նավերի վրա, առևտրային նավերի վրա,
ամերիկացիները ոչնչացրեցին 6 իրանական մոտորանավակ, որով այդ սահմանապահ նավակները ոչնչացրեցին, որից հետո Իրանը սկսեց հարվածել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունները այստեղ շատ կարևոր դերակատար է դառնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները դառնում է game changer, OPEC-ից դուրս եկավ, որտեղ այսպես գների կարգավորումը ինչ որ կորտելի մաֆիայի ձեռում էր սաուդիտների գլխավորությամբ, հա, բայց սաուդիտները ավելի շատ էին արտանում։ Հիմա Արաբական Միացյալ Էմիրությունները ասին չի պետք է մենք ձեր կանոններին ենթարկվենք։ Իդեպ կարծես թե ամերիկանները ողջունեց այդ որոշումը, ինչու։ Տեսեք, կարող է շատ հարցերում Ամերիկային ձեռնտուչելներ այդ պահը, որովհետև այդ OPEC-ի հետ կապած այդուամենայնիվ OPEC-ը ինքը կարողանում էր որոշակի առումով վերահսկել, հա։ Բայց այստեղ մի բան, այդտեղ OPEC պլյուս բանի մեջ էլ արդեն Ռուսաստանը շատ պետություններ է մտնում։ Բայց այստեղ մի բան պետք է հասկանալ, որ Սաուդյան Արաբիայի դերակատարումն է փոխվում։ Սա ակերեք Արաբական Միացյալ Էմիրությունները ընտրում է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ դաշինքը։ Այս բոլոր դեպքերից ավելի է խորացնում եւ սա շատ հետաքրքիր process-ներ է տանելու Մերձավոր Արաբիայում։ Չէ, դու պատմագետ ես, չէ՞, նա կրթությամբ։ Այս արաբական երկրներ իրար հետ միշտ իրար մեջ կոնֆլիկտ։ Իդեպ երկար ժամանակ համարում էր Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները կոնֆլիկտ չունեն եւ իրանք իրար հետ են քաղաքականությունը մշակում։ Հիմա բոլորովին տարբեր շատ հետաքրքիր թեմա է ընդհանրապես, այս պահին չենք հասցնի խորանանք եւ մի բան։ Այս պահին այսօր լսեցի քիչ առաջ վերջին նորություն ասեմ, ավարտենք Թրամփը ասաց, որ Իլա Թոփուրյանին եւ ինչ էր Գեյջիին էր կանչել, որտեղ հիմա մարտա չէ UFC-ի պատրաստում կազմակերպել Սպիտակ տանը եւ հարցվեցեց, ասեց միջուկային զենք նրանք պետքա չունեն, նրանք խնդրել են, շատ ասում եմ վատ ուզում են մեր հետ, այսինքն շատ են ուզում այդ պայմանագիր կնքել եւ ինչ էլի ասեց, որ կարծես նրանք համաձայնվել են միջուկային զենքին, բայց հետո ասեց այլ տարբերակ չունի, պետք է համաձայնվեն միջուկային զենքին բանին հիմա հա եւ այդ Project Freedom-ն էլ Պակիստանի խնդրանքով այս պայն դադարեցրին, որտեղ կարծես թե նոր առաջարկ է ներկայացվել Իրանի կողմից, բայց սպասենք տեսնենք համենայն դեպս մի բան էլ որ ամերիկյան հետախուզությունը ըստ Reuters-ի, ես իհարկե ես շատ չեմ վստահում եվրոպական մամուլին, որը հղում է անում ամերիկյան հետախուզությունը, բայց այդուամենայնիվ ասել են որ այդ ուրանը հարստացած որ ունի Իրանը կարող է 1 տարվա ընթացքում այդ 440 կիլոգրամից սարքել միջուկային զենք, մի տարի հետո Իրանը կարող է ունենալ միջուկային զենք։ Դրա համար այս շարունակվելու է եւ տեսնենք ինչով կավարտվի։ Շնորհակալություն Արմեն, այսօրվա համար այսքանը սերելներ կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։